Այսօր մենք շարունակում ենք ճանապարհորդությունը Սուրբ Գրքի էջերով։ Մենք ցանկանում ենք կարդալ Աստծո ամբողջ խոսքը, ծննդոցից մինչև հայտնություն, ամենշաբաթյա ծառայությունների ժամանակ և յուրաքանչյուր ընթերցված հատվածի վերաբերյալ տալ հարց գլխավոր լուրի մասին, որն Աստված հայտնում է այս կամ այն հատվածի միջոցով։ Այսօր մեր ուսումնասիրության թեման է երկու տոհմաբանություն։ Ծննդոց գրքի 4-րդ և 5-րդ գլուխները։ Անկասկած, այս երկու գլուխներում շատ տեղեկություններ կան, և մենք չենք կարող ամեն ինչ ընդգրկել իմ կարճ քարոզի շրջանակներում, բայց հարց տալով գլխավոր լուրի մասին, որ կրում է 4-րդ և 5-րդ գլուխները, մենք կնայենք երկու տոհմաբանություններին, և այսպես սկսենք։ Ծննդոց 4-րդ գլուխ, 13-րդ համար։ Կայենն ասաց Տիրոջը. «Իմ պատիժն ավելի է, քան կարելի է տանել»։ 14-րդ համարը. «Ահա այսօր ինձ արտաքսեցիր երկրից, և ես քո երեսից ծածկված կլինեմ, և երկրի վրա աստանդական ու թափառական կլինեմ, և ով ինձ գտնի, կսպանի ինձ»։ Այն բանից հետո, երբ Կայենը դարձավ եղբայրասպան, կատարեց առաջին սպանությունը երկրի վրա։ Նրա և Բարձրյալի միջև տեղի է ունենում խոսակցություն, որի ժամանակ Կայենն արտասանում է բառեր, որոնք մեզ արդեն ծանոթ են 3-րդ գլխից։ Ի՞նչն է այստեղ կրկնվում, ո՞ր բայը, ո՞ր հայեցակարգը, ո՞ր գաղափարը։ Թաքնվելը։ 3-րդ գլխի 7-րդ և 8-րդ համարներն ասում են. «Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և իմացան, որ մերկ են, և թզենու տերևներ կարեցին, ու իրենց համար ծածկոցներ շինեցին, և Տեր Աստծո ձայնը լսեցին, որ ման է գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծո երեսից, պարտեզի ծառերի մեջ»։ Մեղքը առաջացնում է Աստծուց հեռու մնալու ցանկություն։ Հետագայում Հիսուս Քրիստոսը կասի. «Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան»։ Կայենն ասում է. «Ես մտադիր եմ թաքնվել Տիրոջ երեսից»։ Նույն միտքը, որն ունեին Ադամն ու Եվան, Կայենի ծնողները, երբ իրենք մեղանչեցին։ Բայց ինչպես մենք բոլորս քաջ գիտենք, չկա մի այդպիսի տեղ երկրի վրա կամ ողջ տիեզերքում, որտեղ կարելի լինի Տիրոջից թաքնվել։ Եվ դա նման է նրան, թե ինչպես են երեխաները պահմտոցի խաղում։ Փոքրիկ երեխաները ի՞նչ են անում։ Այո, նրանք հեշտությամբ թաքնվում են, փակում են աչքերը։ «Ես պատրաստ եմ, թաքնվեցի, փնտրեք»։ Այո, Աստծուց թաքնվել հնարավոր չէ, բայց մեղքը մարդկային էության մեջ ծնում է հեռու մնալու ձգտում։ Հեռանալ աչքից, սրտից հեռու, որպեսզի Աստծո ներկայությունը չհիշեցնի մեղքի, հանցանքի և անօրենության մասին։ Եվ հետո նա իրագործում է իր մտադրությունը։ Երբ մենք կարդում ենք Ծննդոց գրքի 4-րդ գլխի 16-րդ համարը, տեսնում ենք. «Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և գնաց բնակվեց նա իր երկրում, Եդեմի արևելքում»։ Խնդրում եմ, ուշադիր նայեք էկրանին կամ ձեր աստվածաշնչերում այս հատվածին։ Ո՞ր երկու տերմիններն են նույնական, ո՞ր երկու հասկացություններն են նույնական տեղանքի վերաբերյալ։ Եդեմ երկիրը։ Այս հասկացությունը ինչին է նույնական։ Տիրոջ երես արտահայտությանը։ Այսինքն ասվում է, որ Կայենը գնաց Տիրոջ երեսից մեկ այլ վայր, հետևաբար թողեց Եդեմը։ Եդեմը Աստծո երեսի վայրն էր։ Աստծո երես տերմինը Աստվածաշնչում նշանակում է Աստծո ներկայություն։ Այնտեղ, որտեղ նա հայտնում է իրեն և որտեղ նրան երկրպագում են։ Մենք 4-րդ գլխից գիտենք, որ կար մի վայր, որտեղ զոհասեղանն էր կանգնած, որի վրա և Կայենը, և Աբելը բերեցին իրենց ընկները։ Եդեմական պարտեզի մուտքը, որտեղ կանգնած էր քերովբե հրեշտակը, ավելի ճիշտ քերովբեները, համաձայն agrի, դա այն վայրն էր, որտեղ երկրպագում էին Տիրոջը։ Եվ ահա Կայենը վերցնում և տեղափոխվում է։ Նա ֆիզիկապես տեղաշարժվում է տարածության մեջ, գնում է դեպի արևելք, որպեսզի այլևս չծառայի Աստծուն, որպեսզի չլինի այնտեղ, որտեղ կանչում են Տիրոջ անունը։ Տիրոջ երեսը, Աստծո ներկայության վայրը երկրի վրա, անմիջապես մեղրագործությունից հետո, դա Եդեմն էր։ Եվ այսպես,
Կայինը, ինչպես տեսնում ենք, ընտրում է իր կյանքի վեկտորը, որը սկիզբ է առնում Աստծուց և շարժվում է ուղիղ հակառակ ուղղությամբ։ Կայինի կյանքի ուղղությունը Աստծուց դեպի հակառակ կողմն է, Աստծուց հեռու, Աստծո ներկայությունից հեռու։ Կայինը դառնում է առաջին տոհմաբանության հիմնադիրը, որը մենք ուսումնասիրում ենք այսօր։ Ո՞վ է երկրորդ տոհմաբանության հիմնադիրը։ Ծննդոց գիրք, 4-րդ գլուխ, 25-րդ համար։ Ադամը կրկին պառկեց իր կնոջ հետ, և նա մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սեթ, որովհետև ասաց. «Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը»։ Եվս մեկ որդի է ծնվում Ադամի և Եվայի ընտանիքում, նրան անվանեցին Սեթ։ Եվ այն, ինչ Սուրբ Գիրքը պատմում է մեզ նրա հայտնվելու մասին, շատ նշանակալի է։ Այստեղ շատ կարևոր լուր է պարունակվում այս 25-րդ համարում։ Նախ և առաջ, գուցե հիշում եք, երբ մենք կարդում ենք ժամանակակից թարգմանությունը, Սեթ անունը գրված է Շեթ, քանի որ հին եբրայերենում բնագրում այդպես է հնչում։ Երբ ծնվեց Ադամի և Եվայի այս որդին, Եվան նրա անունը դրեց Շեթ, որովհետև ասված է. «Աստված ինձ մի ուրիշ զավակ տվեց»։ Մենք գիտենք, որ աստվածաշնչյան անունները իմաստ ունեն։ Երբ մենք բացում ենք բնագիրը, որտեղ չկան ձայնավորներ, այլ միայն բաղաձայն տառեր են, նա նրան անվանում է Շեթ, որովհետև Աստված, ու կողք էլի գրված է Շեթ, նույնական է գրությունը, նրա անունը Շեթ է, որովհետև Աստված Շեթ։ Ինչ է Շեթը։ Դա բայ է, որը նշանակում է սահմանել, նշանակել։ Այսինքն, Աստված դրեց, Աստված սահմանեց։ Ինչ սահմանեց Աստված։ Սերունդ։ Աստված սահմանեց սերունդը։ Եվ այս սերունդ տերմինը նախորդ պատմությունից մեզ արդեն շատ լավ ծանոթ է։ Եկեք արագ հիշենք 3-րդ գլխի 15-րդ համարը, Ծննդոց գիրք։ Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև։ Նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գաղափարը։ Մեր առջև մի մարգարեություն է, որին մենք հակիրճ անդրադարձանք անցյալ անգամ, որը աստվածաբանության մեջ կոչվում է պրոտոավետարան, որտեղ հռչակվում է առաջին բարի լուրն այն մասին, որ կնոջ սերունդը կջախջախի օձի գլուխը։ Եվ ահա, երբ ծնվում է Կայենը, Եվան արտահայտում է իր հավատը, որ հենց նա է այն խոստացված փրկիչը։ Նա ասում է. «Մարդ ստացա Տիրոջով»։ Բայց երբ Կայենը դառնում է մարդասպան և հետագայում ծնվում է Շեթը, Եվան ասում է. «Աստված ինձ մի ուրիշ սերունդ տվեց»։ Նա նկարագրում է ծնված մանկանը խոստման բառերով։ Դա հենց այն կնոջ սերունդն է, որը կջախջախի օձի գլուխը։ Նա փոխանցում է իր հավատը։ Նա պահպանում է իր հավատը, չնայած տեղի ունեցած ողբերգությանը։ Մի որդին սպանված է, մյուսը հեռացել է տնից և հեռացել Աստծուց։ Այնուամենայնիվ, նա հավատում է, որ Աստծո խոստումը ճշմարիտ է և հավաստի։ Եվ հիմա այս որդին՝ Շեթը, կդառնա Աստծո խոստման մարմնավորումն ու իրականացումը։ Եվ երբ ծնվում է Շեթը, մենք հաջորդ համարում Ծննդոց գրքի 4-րդ գլխի 26-րդ համարում գտնում ենք այսպիսի նկարագրություն. «Սեթին էլ մի որդի ծնվեց, և նրա անունը դրեց Ենոս։ Այն ժամանակ սկսեցին կանչել Տիրոջ անունը»։ Եթե նայենք այլ թարգմանություններ, Կուլակովի թարգմանությունն ասում է. «Սկսեցին երկրպագել Տիրոջը»։ Գիրշի թարգմանությունն ասում է. «Այն ժամանակ սկսեցին հավաքվել հանուն Տիրոջ անվան»։ Տիրոջ անունը կանչել արտահայտությունը Աստվածաշնչում նշանակում է երկրպագել Տիրոջը։ Տիրոջ անունը կանչել նշանակում է աստվածածառայություն կատարել, աղոթել, դիմել Բարձրյալին, ծառայել Նրան։ Սա տեխնիկական տերմին է, սա կայուն բառակապակցություն է, որը մենք տասնյակ անգամներ հանդիպում ենք Սուրբ Գրքի էջերում։ Այսինքն, ինչ ունենք մենք։ Մի կողմից ունենք Կայենին, Ադամի և Եվայի անդրանիկին, ով մեղք գործելով չի ցանկանում այն խոստովանել, չի ցանկանում ապաշխարել, չի ցանկանում մատուցել այնպիսի զոհ, որն անհրաժեշտ է, և դրա փոխարեն որոշում է կայացնում հեռանալ Աստծուց։ Եվ հեռանում է, ու նրանից սերում է սերունդներ, որոնք ապրում են Աստծուց հեռու, առանց Աստծո։ Սա առաջին տոհմաբանությունն է։ Երկրորդ տոհմաբանությունը, որը սկսվում է Ծննդոց գրքի 4-րդ գլխում և հետագայում զբաղեցնում է Ծննդոց գրքի ամբողջ 5-րդ գլուխը, դա մեկ այլ մարդու տոհմաբանությունն է, նույնպես Ադամի որդու,
նրա անունը Սեթ է, նրան անվանում են Շեթ, և նրա ուղղությունը, նրա կյանքի վեկտորը ընդհակառակը դեպի Աստված է, նա կանչում է Աստծուն, նա ձգտում է դեպի Աստված, նա գնում է դեպի նա փնտրում է Աստծուն, նա ծառայում է Տիրոջը, և նրանից հայտնվում է երկրորդ ճյուղը, երկրորդ տոհմաբանությունը նրանց, ովքեր պահպանում են հավատը խոստացյալ սերնդի հանդեպ, խոստացյալ Մեսիայի հանդեպ, և ովքեր ծառայում են Տիրոջը և կանչում են նրա անունը։ Կայենը և Սեթը դարձան առաջին երկու միմյանցից շատ տարբեր տոհմաբանությունների հիմնադիրները մարդկության տոհմածառի շատ տարբեր ճյուղերի, մեկի ուղղվածությունը Աստծուց հեռու է, իսկ մյուսինը դեպի Աստված։ Եվ հիմա եկեք նայենք անմիջապես երկու տոհմաբանություններին։ Առաջինը 4 գլխի 17-րդ համարում է. Կայենը պառկեց իր կնոջ հետ, նա հղիացավ և ծնեց Ենոքին։ Կայենը մի քաղաք կառուցեց, և այդ քաղաքը կոչեց Ենոք իր որդու անունով։ Ինչ է մեզ պատմվում այս հատվածում Կայենի և նրա սերունդների ձգտումների, իդեալների և կյանքի իմաստի մասին։ Առաջինը նա քաղաք է կառուցում, ընդ որում բնագրում օգտագործված դերբայական ձևը խոսում է այն մասին, որ նա դրանով զբաղվում էր մշտապես։ Որոշ թարգմանություններ առաջարկում են այսպես. նա քաղաքի կառուցման վիճակի մեջ էր, այսինքն կոպիտ ասած, նա դրան նվիրեց իր կյանքը, նա կառուցում էր կառուցում, քաղաք էր կառուցում։ Դե, այսպիսով, մենք ունենք ինչի սկիզբը։ Քաղաքակրթության, մեգապոլիսներով, քաղաքներով, ամրություններով, ռազմական տեխնիկայով, բանակներով և այլն։ Կայենը դնում է մարդկային քաղաքակրթության հիմքերը։ Նա քաղաք է կառուցում։ Բայց ահա թե ինչն է հետաքրքիր, երբ մենք կարդում ենք այն մասին, թե ինչպես է նա անվանում այդ քաղաքը։ Ինչպես նա անվանեց այն։ Իր որդու անունով։ Ինչ կա այստեղ արտասովոր։ Ասացեք, մինչ այդ երբ մենք հանդիպում ենք բնագրում կորա, այսինքն անվանել բայը հին եբրայերենում, ի՞նչն էր նախկինում անվանվում, և ով էր նախկինում անվանում։ Առաջին գլուխ. Աստված ստեղծեց լույսը, և լույսը անվանեց ցերեկ, իսկ խավարը գիշեր։ Հետո հաջորդ օրը ստեղծվեց այսինչ բանը, և Աստված այսպես անվանեց։ Հետո այս անվանակոչության գործունեությանը Ադամն է միանում։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր անուն արտացոլում է երևույթի էությունը, այս կամ այն անհատի էությունը։ Ադամը անվանում է բոլոր կենդանիներին, հետո Եվան է անվանում։ Այս ամենը Աստծո ստեղծագործության անվանումն է, այն ամենի, ինչն Աստծուց է, այն ամենի, ինչն Աստված տալիս է և ստեղծել է։ Իսկ այստեղ առաջին անգամ պատմության մեջ անշունչ առարկան է անուն ստանում, և անուն է ստանում մի բան, որը ոչ թե Աստծո ստեղծագործությունն է, այլ մարդկային ձեռքի ստեղծագործությունը։ Ավելին, մենք ձեզ հետ արդեն կարդացինք, որ երբ ծնվեց Շեթը, սկսեցին կանչել Տիրոջ անունը։ Կանչել բառը բնագրում նույն կորա բայն է, այսինքն Շեթը և նրա սերունդները կանչում էին Տիրոջ անունը, այսինքն երկրպագում էին Տիրոջը, նրան դնում էին կենտրոնում, հետևում են նրան, իսկ Կայենը և նրա սերունդները երկրպագում անվանում, գերադասում են, փառաբանում են իրենց ձեռքի ստեղծագործությունը։ Ծննդոց 4 գլխում սա միանգամայն պարզ երևում է։ Այս հակադրությունը շատ հստակ երևում է բնագրում։ Կայենը կորա է անում քաղաքը, Սեթը կորա է անում Տիրոջը։ Մեկը երկրպագում է իր ձեռքի ստեղծագործությանը, մյուսը երկրպագում է ամեն գոյի Արարչին։ Սա ցույց է տալիս, թե որքանով գաղափարական և աշխարհայացքային առումով այս երկու մարդիկ՝ Կայենը և Սեթը, ու նրանց սերունդները տարբերվում էին։ Հետո կարդում ենք 20-րդ համարը Ծննդոց գրքի 4-րդ գլխում. Ադդան ծնեց Հոբելին, որը վրանաբնակների և խաշնարածների հայրը եղավ։ Ինչ է նշանակում հայր։ Հիմնադիր։ Նշանակում է նա առաջինն էր, ում մտքով դա անցավ։ Դե մենք արդեն կարդացել էինք ձեզ հետ, որ Աբելը ոչխարների հովիվ էր, չէ՞։ Ասացեք, ո՞րն է տարբերությունը, ո՞րն է քաղաքակրթության այս գյուտի նորույթը։ Նա վրաններում ապրողների և հոտեր ունեցողների հայրն էր։
Նա քոչվորական կյանքի գաղափարախոսն էր։ Եկան, վրաները խփեցին, կերան այն ամենը, ինչ հնարավոր էր, և առաջ գնացին։ Սա գոյության կիշատիչ ձևն է։ Աբել նույնպես հովիվ էր, բայց նա ապրում էր Եդեմի պարտեզի մուտքի մոտ, նա երկրպագում էր Տիրոջը և այլն։ Իսկ այստեղ հայտնվում են քոչվորներ, որոնց կյանքի իմաստը հայտնվելն ու սպառելն է։ Հայտնվել նոր վայրում, սպառել և շարժվել առաջ, հետո հայտնվում էր նոր գաղափար, նոր հայեցակարգ։ Ծննդոց գիրք 4-րդ գլուխ, 21-րդ համարը շարունակում է. Նրա եղբոր անունը Հոբալ էր, որը բոլոր քնարահարների և սրնգահարների հայրը եղավ։ Էլ ինչ է հայտնվում։ Արվեստ է հայտնվում, երաժշտություն է հայտնվում, երաժշտական գործիքներ են հայտնվում։ Այս մարդը, Հոբալը, Կայինի սերունդներից մեկը, նա շարունակում է զարգացնել մարդկային քաղաքակրթությունը, հայտնվում է երաժշտությունը։ Այնուհետև 22-րդ համարը Ծննդոց 4-րդ գլխում ասում է. Սելան էլ ծնեց Թոբել Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Քաղաքակրթությունը շարունակում էր զարգանալ, հայտնվում է մետաղագործություն, աշխատանք մետաղների հետ։ Այստեղ ներկայացված է երկու մետաղ, այսինքն մեր առջև տեխնիկական առաջընթացի պատկերն է, զարգանում է մետաղաձուլական արտադրությունը։ Համապատասխանաբար, ամեն տեսակ իրեր պղնձից, երկաթից և այլն։ Այսինքն քաղաքակրթությունը դառնում է ավելի ու ավելի զինված, նա շարժվում է առաջ, նա զարգանում է։ Եվ ահա, երբ մենք կարդում ենք այս ամենի մասին, հայտնվում է մի պարադոքսալ հարց. բայց չէ՞ որ մենք կարդում ենք անաստվածների մասին, չէ՞ որ մենք կարդում ենք նրանց մասին, ովքեր հեռանում են Աստծուց, որոնք ապրում են առանց Աստծո։ Եվ տեսեք, որքան ձեռքբերումներ, շինարարություն, երաժշտություն, մետաղագործություն, կեցության նոր ձևաչափ և այլն, և այլն։ Եվ երբ մենք ուսումնասիրում ենք մարդկային քաղաքակրթության պատմությունը, դասագրքերի մեծ մասը հենց սրա վրա է հրավիրում մեր ուշադրությունը։ Համաձայն եք։ Այսինքն, որ դարում ում հաջողվեց ինչի հասնել, և մարդկությունը ընդհանուր առմամբ, հատկապես հումանիզմի դարաշրջանի մատուցմամբ, մարդկությունը հիանում է սեփական կարևորությամբ։ Ահա տեսեք ինչի ենք մենք հասել։ Մի՞թե սա այն փառահեղ Բաբելոն քաղաքը չէ, որ ես կառուցեցի իմ հզորության ուժով, և այլն։ Մարդկությունը սկսում է երկրպագել ինքն իրեն, իր ձեռքբերումներին։ Ահա սա մենք ենք, տեսեք գիտությունը մինչև ուր է հասել։ Եվ սա դառնում է հպարտության աղբյուր, դառնում է խոսակցությունների թեմա, դառնում է կեցության իմաստ շատ մարդկանց համար։ Սակայն դրա հետ մեկտեղ Կայինի և նրա սերունդների տոհմաբանությունը, որոնց աստվածաբանության մեջ ընդունված է անվանել կայինիտներ, բացում է մեզ համար այլ կեցության մեկ այլ մութ կողմը։ Եկեք նայենք Ծննդոց 4-րդ գլխի 19-րդ համարին։ Ղամեքը երկու կին առավ իրեն, մեկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը Սելա։ Ինչն այստեղ այն չէ։ Մենք կարդում ենք ընտանիքի բանաձևը Ծննդոց գրքի 2-րդ գլխում, հենց Բարձրյալի կողմից տրված բանաձևը, արարչագործության ժամանակ, Ծննդոց 2-րդ գլուխ 24-րդ համար։ Դրա համար մարդը կթողնի իր հորը և իր մորը ու կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն։ Երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Աստծո ընտանեկան բանաձևը ամուսին և մեկ կին, մեկ գումարած մեկ, և կլինեն մեկ մարմին։ Ղամեքը ոտնձգություն է անում կեցության բուն հիմքի, հասարակության բուն հիմքի վրա։ Նա առաջինն է, համաձայն աստվածաշնչյան պատմության, որ իրեն համար երկու կին է առնում։ Բազմակնությունը արձանագրված է կայինիտների նկատմամբ։ Եվ Ղամեքը հատկապես հատկանշական է նրանով, որ նա ներկայացնում է Ադամից հաշված 7-րդ սերունդը։ Եթե հաշվեք, դա դժվար չէ անել, 7-րդ սերունդը Ադամից։ Եվ ահա այս 7-րդ սերնդում Աստվածաշունչը ցուցադրում է որոշակի արդյունքներ, Աստծուց հեռու, Աստծուց անջատ ապրելու որոշակի հետևանքներ։ Քայքայվում է ընտանիքը, քայքայվում է հասարակության բուն հիմքը, քայքայվում է Աստծո կողմից ստեղծված հասարակության կառուցվածքը։ Այնուհետև մենք գտնում ենք 4-րդ գլխում 23-րդ և 24-րդ համարները, որոնք ասում են. Այն ժամանակ Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային և Սելային. լսեք իմ ձայնը, ով Ղամեքի կանայք, ականջ դրեք իմ խոսքին։ Ես մի մարդ սպանեցի ինձ վիրավորելու և մի երիտասարդ ինձ հարվածելու համար,
Եթե Կայենի վրեժը յոթնապատիկ առնվի, ապա Ղամեքից 70 և 7 անգամ։ Սրանք խոսքեր են, որոնք փոքր-ինչ տարբեր են փոխանցում տարբեր թարգմանություններում։ Եկեք նայենք Կուլակովի ժամանակակից թարգմանությանը. «Մի մարդ սպանեցի, ես ինձ հասցված վերքի համար, մի պատանու, երբ նա հարվածեց ինձ»։ Այսինքն, ինձ վերք հասցրին, իսկ ես սպանեցի, ինձ հարվածեցին, իսկ ես սպանեցի։ Ռուսական աստվածաշնչյան ընկերության թարգմանությունն ասում է. «Եթե տղամարդը վիրավորի ինձ, կսպանեմ, եթե տղան հարվածի, կսպանեմ»։ Այսպես թե այնպես ուղերձը միանգամայն հասկանալի է, ուժի անհամաչափ կիրառում, վրեժխնդրություն, դաժանություն։ Վիրավորեցիք, հարվածեցիք, ուրեմն ձեր վերջը եկել է, բայց սա թերևս նույնիսկ ամենասարսափելին չէ։ 24-րդ համարում մենք ունենք այսպիսի արտահայտություն. «Եթե Կայենի վրեժը յոթնապատիկ առնվի, ապա Ղամեքից 70 և 7 անգամ»։ Սա ի՞նչ է։ Հիշում եք ինչ ասաց Աստված Կայենի մասին Ծննդոց 4:14-15 համարներում. «Ահա այսօր ինձ արտաքսեցի երկրից, և ես քո երեսից ծածկված կլինեմ, և երկրի վրա աստանդական ու թափառական կլինեմ, և ով ինձ գտնի, կսպանի ինձ»։ Տերն ասաց նրան. «Ուրեմն ով որ կսպանի Կայենին, յոթնապատիկ վրեժ կառնվի նրանից»։ Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ով որ նրան գտնի, չսպանի նրան։ Աստծո այս խոսքերն է հիշում Ղամեքը։ Կայենը սպանեց, բայց Բարձրյալն ասում է. «Ես քեզ կպաշտպանեմ, եթե մեկը Կայենին սպանի, յոթնապատիկ վրեժ կլինի»։ Իսկ հիմա Ղամեքն է սպանել և ասում է. «Եթե այն սպանությունը պաշտպանված էր հետևանքներից ու պատիժներից, և Կայենին ոչինչ չեղավ, ու նա ապրեց և այլն, ապա ես երկուսին եմ սպանել, ուստի ես առավել ևս պաշտպանված եմ, առավել ևս ինձ հետ վատ բան չի պատահի»։ Սա պարծենկոտություն է, սա անպատժելիության հանդեպ վստահություն է։ Ընդ որում, սիրելիներս, ի՞նչն է հետաքրքիր։ Հղում անելով Աստծո խոսքին, նա այստեղ մեջբերում է Աստծո խոսքը։ Նա ասում է. «Ես իմ արարքի համար ոչ մի հետևանք չեմ կրի, ինձ հետ ոչինչ չի պատահի, որովհետև արդեն նախադեպ կա, որովհետև Կայենի հետ այսպիսի պատմություն է եղել»։ Այսինքն, ի՞նչ է տեղի ունենում։ Նա հայտարարում է, նա պարծենում է, ընդ որում դա անում է բանաստեղծական ձևով։ Բնագրում այստեղ պոեզիա է, նա շատ վեհաշուք է խոսում։ Եվ նա պարծենում է իր սպանությամբ, և նա ասում է, որ իրեն դրա համար ոչինչ չի լինի, անպատժելիության զգացում, ես կարող եմ անել ինչ ուզում եմ, սպանել ում ուզում եմ, և ոչ մի պատիժ չի հասնի։ Այսպիսով, երբ մենք նայում ենք այս քաղաքակրթությանը, կայենիդներին, բարոյական տեսանկյունից, տեսնում ենք, որ նրանք նախ սկսում են երկրպագել իրենց ձեռքի գործերին, կանչում են ոչ թե Բարձրյալին, ոչ թե Արարչին, այլ սկսում են հույս դնել և երկրպագել նրան, ինչն իրենք են ստեղծել։ Մենք տեսնում ենք, որ հայտնվում է բազմակնությունը, խախտվում է Աստծո մոդելը ընտանիքի վերաբերյալ։ Համապատասխանաբար, այստեղից էլ այլ տեսակի այլասերումը, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի նրան, ինչպես կկարդանք Ծննդոց 6-րդ գլխում, որ ամեն մարմին ապականել է իր ճանապարհը երկրի վրա։ Մենք տեսնում ենք նաև, որ ծաղկում և հաստատվում է մարդկային կյանքի բացարձակ արժեզրկման գաղափարը։ Մարդկային կյանքը ոչ մի բան չի համարվում, կատարվում է կամայականություն, ինքնադատաստան. «Եթե ինձ, ապա ես շատ ավելի խիստ վրեժ կլուծեմ»։ Եվ մարդիկ սկսում են բնաջնջել միմյանց, լինելով բացարձակապես վստահ, որ դա իրենց ներվելու է։ Սա կայենիդներն են։ Հիմա երկրորդ տոհմաբանությունը՝ Սեթի սերունդների տոհմաբանությունը, Սեթիտներ։ Կարդանք Ծննդոց 5-րդ գլխում 3-ից 8-րդ համարները։ Երբ Ադամը 130 տարեկան էր, իր նմանությամբ իր պատկերի պես մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սեթ։ Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը 800 տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Ադամի բոլոր օրերը 930 տարի եղան, և նա մեռավ։ Երբ Սեթը 105 տարեկան էր, ծնեց Ենոսին։ Ենոսի ծնվելուց հետո Սեթը 807 տարի ապրեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Սեթի բոլոր օրերը 912 տարի եղան, և նա մեռավ։ Երբ մենք սկսում ենք համեմատել կայենիդների տոհմաբանությունը Սեթիտների տոհմաբանության հետ, մենք գտնում ենք մի եզակի երևույթ։ Ասացեք, քանի՞ տարի ապրեց Կայենը։
իսկ քանի տարի ապրեց նրա որդին կամ ծոռը, կամ որևէ մեկը այդ տոհմաբանությունից։ Պատասխան. մենք չգիտենք։ Մենք չգիտենք ոչ նրանց տարիքը, ոչ էլ թե երբ է ծնվել առաջին երեխան, նշված չէ, ոչ էլ կյանքի ընդհանուր տևողությունն է նշված, կամ միայն փաստ, եղել են այդպիսի մարդիկ և հասել են այսինչ ու այնինչ բաներին, և այսպես բարոյական առումով քայքայվում էր այդ հասարակությունը։ Բայց երբ մենք անցնում ենք սեթիթների տոհմաբանության պատմությանը, մենք գտնում ենք ժամանակային նշիչներ, և ըստ այս բանաձևի, այսքան տարեկան էր նա, երբ ծնվեց Անդրանիկը, այսքան էլ նա ապրեց դրանից հետո, և ընդհանուր նա ապրեց այսքան տարի։ Այս բանաձևը կրկնվում է ամբողջ 5-րդ գլխի ընթացքում։ Ինչով կարող է սա նշանակալից լինել։ Սեթիթների տոհմաբանության շնորհիվ մենք ինչ-որ բան գիտենք մեր երկրի պատմության մասին։ Ժամանակը երկրի վրա, մարդկության գոյության պատմությունը երկրի վրա չափվում է արդարների կյանքով։ Արդարներն են որոշում ընթացքը, նրանք են հանդիսանում ժամանակաչափը, նրանց կյանքն է չափում ժամանակը և երկրի պատմության ընթացքը։ Եվ միայն դրա շնորհիվ մենք իմանում ենք, որ մինչև ջրհեղեղը, Ադամի արարումից մինչև ջրհեղեղը, անցել է 1656 տարի։ Միայն շնորհիվ այն բանի, որ արդարների տոհմաբանության մեջ նշված է Անդրանիկի ծննդյան ժամանակը և 10 նահապետներից յուրաքանչյուրի կյանքի ընդհանուր տևողությունը։ Երկրի պատմությունը հաշվարկվում է ոչ թե անօրենների կյանքով, իրենց բոլոր ձեռքբերումներով հանդերձ, այլ արդարների կյանքի ժամանակով։ 4-րդ գլխի 18-րդ համարում գրված է. Ենոքը ծնեց Գայրադին, Գայրադը ծնեց Մայելին, Մայելը Մաթուսայելին, Մաթուսայելը Ղմեքին։ Այսինքն կա անունների շարք, բայց թե որքան են նրանք ապրել, ինչպես դա հաշվել, մենք չգիտենք։ Եվ այստեղ Աստվածաշունչը մեզ համար շատ կարևոր դաս է տալիս։ Կարևոր չէ, թե դու որքան ես ապրել առանց Աստծո։ Բացարձակապես նշանակություն չունի, ապրել ես դու 30 տարի, թե 80, թե 300, թե 800, դա նույնիսկ արժանի չէ նշելու, դա բավարար չափով նշանակալի չէ, որպեսզի արտացոլվի Աստծո պատմության մեջ։ Առանց Աստծո ապրած յուրաքանչյուր օրը մի օր է, որը գոյություն չունի, այն հնարավոր չէ հաշվել։ Մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը պատմում է մեզ այն մասին, որ Աստծո հետ անցկացրած ժամանակն ունի իմաստ, այն նշանակալի է։ Դրանով են հաշվարկվում ժամանակավոր պատմության ժամերը։ Առանց Աստծո ժամանակը նրա համար, ով հեռացել է Աստծուց, այն ընդհանրապես չի հաշվարկվում, այն հաշիվ չէ։ Լսեք, թե ինչ է գրված Սաղմոսների գրքում 84-րդ Սաղմոսի 10-րդ համարում. «Որովհետև լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավոր օրերը ուրիշ տեղ. նախընտրեցի կանգնել իմ Աստծո տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում»։ Հակադրվում է ժամանակը, մեկ օրը և հազարը, և հակադրվում է վայրը Աստծո գավիթներում և անօրենության վրաններում։ Որքան էլ անօրենը ապրի, դա նշանակություն չունի, որովհետև Աստծուց հեռու կյանքը բառից բուն իմաստով կյանք չի համարվում։ Շարունակելով նայել Ծննդոց 5-րդ գլխին, որտեղ ներկայացված է Աստծո պատմության երկրորդ տոհմաբանությունը, ես հրավիրում եմ ձեզ ուշադրություն դարձնել 21-ից 24-րդ համարներին։ Երբ Ենոքը 65 տարեկան էր, ծնեց Մաթուսաղային։ Ենոքը Մաթուսաղայի ծնվելուց հետո Աստծո առաջ քայլեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ենոքի բոլոր օրերը 365 տարի եղան։ Ենոքն Աստծո առաջ քայլեց և չէր գտնվում, որովհետև Աստված նրան վերցրեց։ Ինչով է հետաքրքիր Ենովքը։ Շատ հետաքրքիր է, որ Ծննդոց 4-րդ գլխում գնում է անունների շարք, իսկ հետո Ղամեքը, Ադամից 7-րդը, նկարագրվում է մանրամասն կերպով։ Նույն բանը Ծննդոց 5-րդ գլխում է, գնում է անունների շարք, ուղեկցվող կյանքի տևողությամբ, իսկ ահա Ենովքին Ադամից հաշված 7-րդին ավելի շատ ժամանակ է հատկացվում։ Սուրբ տեքստը հրավիրում է մեր ուշադրությունը նրա վրա, որ անօրենների 7-րդ սերնդում ինչ-որ բան էր կատարվում, և արդարների 7-րդ սերնդում էր ինչ-որ բան կատարվում։ Այսինքն այս երկու մարդիկ ժամանակակիցներ էին, և Աստվածաշունչը, Աստծո պատմությունը հրավիրում է մեր ուշադրությունը նրա վրա, որ նրանց կյանքում տեղի էր ունենում միանգամայն տարբեր բան,
Եվ այսպես, ինչ էր բնորոշում Ենովքի կյանքը, մի արտահայտություն կրկնվում է 2 անգամ. Ենովքը քայլեց Աստծո հետ։ Այս արտահայտությունը տարբեր կերպ է փոխանցվում տարբեր թարգմանություններում։ Ռուսական աստվածաշնչյան ընկերության թարգմանությունն ասում է. նրա կյանքն ընթանում էր Աստծո հետ։ Կուլակովի թարգմանությունն ասում է. Ենովքն ապրում էր Աստծո հետ սերտ հարաբերությունների մեջ, եւ մենք ունենք վառ հակադրություն կայինիտների հետ։ Նրանք հեռանում են Աստծուց, ջանում են հեռու մնալ, եւ Աստված ցույց է տալիս, թե ինչի է դա հանգեցնում, իսկ սրանք ընդհակառակը կանչում են Աստծուն, գնում են դեպի նա, եւ Աստված ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում սեթիտների, աստվածապաշտների 7-րդ ծերնդում։ Ինչ է տեղի ունենում։ Աստված վերցրեց նրան։ Հետագայում Եբրայեցիներին ուղղված թղթի 11-րդ գլխի 5-րդ եւ 10-րդ համարներում մենք կարդում ենք հետեւյալը. Հավատով Ենովքը փոխադրվեց երկինք, որ մահ չտեսնի, եւ ոչ մի տեղ չգտնվեց, որովհետեւ նրան Աստված փոխադրեց, եւ նրա փոխադրվելուց առաջ վկայվել էր, որ նա Աստծուն հաճելի էր։ Ենովքը մոտենում էր Աստծուն, քայլում էր Աստծո հետ, ապրում էր Աստծո հետ երկրի վրա եւ քայլում ու ապրում է Աստծո հետ մինչեւ այսօր։ Նա փոխադրվեց։ Ուր փոխադրվեց։ Կարդում ենք ներքևում Եբրայեցիների 11-րդ գլխի 10-րդ համարում, որտեղ նա սպասում էր այն քաղաքին։ Այստեղ խոսքը Աբրահամի մասին է, բայց հավատի այս բոլոր վկաները մեկ նպատակ ունեին, ինչպես ասված է նույն 11-րդ գլխում, որովհետև սպասում էր հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչն Աստված է։ Նա ձգտում էր երկնայինին։ Ենովքը մտավ Աստծո քաղաքը։ Նա փոխադրվեց ողջ տիեզերքի ամենազարգացած քաղաքակրթության մեջ։ Այդ քաղաքը կառուցել է ինքը Տերը։ Նրա նկարիչն ու կառուցողը ինքը Տերն է։ Նա փոխադրվեց այն քաղաքը, որտեղ չկային մեղքի ոչ մի վնասներ, չկային եւ չեն լինի մեղքի ոչ մի հետևանքներ։ Հայտնության գիրքը պատկերում է այդ քաղաքն այսպես. 21-րդ գլուխ 2-4 համարներ։ Տեսա Սուրբ քաղաքը, Նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից, Աստծո մոտից, պատրաստված եւ ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս, եւ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. Ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ, նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք, այլևս մահ չի լինելու նաև ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որովհետև նախկիններն անցան։ 2 տոհմաբանություն։ Մեկը 7-րդ ծերնդում խեղդվում է իր մեղքերի մեջ եւ հասնում այն վիճակին, երբ ասված է. ամեն ինչ այլասերվեց, ամեն ինչ քայքայվեց ներսից։ Մյուսը ավարտվում է Ենովքի համբարձման, այս երկրից երկնային քաղաքակրթություն փոխադրվելու տեսարանով, որտեղ ամեն ինչ ներդաշնակ է, գեղեցիկ, եւ որ ամենակարևորն է, այնտեղ չկան մեղքի ոչ մի հետևանքներ, Աստծո պատմություն, 2 տոհմաբանություն, կայինիտներ եւ սեթիտներ։ Այսօր մեր առջև նույն ընտրությունն է։ Դուք գնում եք դեպի Աստված, թե նրանից հեռու։ Արդյոք առաջանում է Աստծո ներկայությունից թաքնվելու գայթակղություն։ Իմացեք, որ Սուրբ տեքստը հենց ամենասկզբից շատ վառ կերպով բացահայտեց մեր առջև թե մեկ եւ թե մյուս ճանապարհի վերջը։ Ուստի կոչ եմ անում ձեզնից յուրաքանչյուրին, խորելով ու վերլուծելով ձեր կյանքը, հարցնել ինքներդ ձեզ. ուր եմ ես գնում, եւ լսել Աստծո լուրը, որ նա մի անգամ փոխանցեց Երեմիա մարգարեի միջոցով։ Երեմիա 6-րդ գլուխ 16-րդ համար։ Այսպես է ասում Տերը. կանգնեք ճանապարհներին ու նայեք, եւ հարցրեք Վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք որն է լավ ուղին, նրանով ընթացեք, եւ դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Ամեն։